Բարի լույս, բարի առավոտ, բոլորին։ Ժողովուրդ ջան, դե արդեն պարզ երևաց, որ ինչ եմ պատրաստում։ Ուզում եմ պատրաստեմ ոսպով ճաշ։ Դե առավոտյան արթնացել եմ, պետք է անպայման պատրաստեմ ճաշս։ Դե սուրճը չեմ խմել դեռ, սպասում եմ տղաս գործից գա, նոր միասին սուրճ կխմենք։ Դե հիմա ոսպը լվացել եմ արդեն։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, ոսպով ճաշը պատրաստել եմ տարբեր տարբերակներով։ Պատրաստել եմ շատ ժամանակ տոմաթով, պատրաստել եմ գազարով, կամ պատրաստել եմ այնպես առանձին ոսպը եփել եմ, հետո ավելացրել եմ ճաշին, բայց այսօր պատրաստում եմ հենց առանց գազարի, առանց տոմաթի, հենց ուղղակի սովորական ճաշ։ Հիմա սա յուղը կդնեմ գազօջախի, մի փոքր սոխ կկտրեմ, որից հետո սոխը կհանեմ, այնքան որ համը կտա ճաշի մեջ, հետո նոր կավելացնեմ ոսպը։ Երկու մասի եմ անում, որ հանելուց հեշտությամբ կարողանամ հանել։ Գազօջախս միացնեմ։ Եփեմ յուղով, քիչ մնացել յուղը վերջացնեմ, որ էլ արդեն կարակ օգտագործեմ։ Դե հիմա թոսա հավի, այսպես։ Ժողովուրդ ջան, միշտ սիրել եմ կարտոֆիլը ճաշերի մեջ, որ խոշոր կտրտեմ, բայց այս անգամ մանր եմ կտրում։
Ալյուր լցրեցի յուղի մեջ, էլ առանձին չեմ անում։ Հիմա կավելացնեմ արդեն ոսպը։ Հետո կարտոֆիլը, նորից ջուր լցնեմ, մի փոքր ջուր լցնեմ, ջուրը լցնում եմ սառը վիճակում, եռացրած ջուր չեմ լցնում։ Հիմա սպասենք, թող ճաշի եռա։ Ժողովուրդ ջան, ցիտրոնա, չորացրած ցիտրոն, ուրեմն ճաշին կավելացնեմ ցիտրոն եւ թարմ խառը կանաչի։ Ոսպն էլ արդեն է։ Տեսեք։
դեռ էփելու տեղ ունի։ Հիմա թողնեմ մի քիչ էփի, կտրատեմ թարմ կանանչին։ Մի փոքր էփելուց հետո կլցնեմ արդեն ճաշի մեջ, բայց հիմա ուզում եմ արդեն աղը լցնեմ։ Ուրեմն ասեմ, այս կանաչին, որ դրել էի այս ամանի մեջ, ժողովուրդ ջան, տեսնենք հələ ինչ վիճակում է, չի օգտագործել, որովհետև ես ունեի նորից թարմ կանաչի, էլ այսպես ամանի մեջ, հիմա նոր օգտագործում եմ, մոտավոր անցել է, այսպես ասեմ, 1, 2, այսօր 3-րդ օրն է կանաչին, տեսեք, ոնց դրել եմ, այնպես էլ մնացել է։ 3-րդ օրն է, անձեռոցիկը նայեք, ինձ մեկնաբանության մեջ նորից գրել էին, որ կարող եք նաև այս նույն անձեռոցիկից էլի նույնությամբ դնենք կանաչիի վրա, հետո նոր ծածկենք, դա էլ կփորձեմ, սա բայց վատ տարբերակ չէր, տեսեք, ոչ մի բան չի ել է, անձեռոցիկները ոչ մի բան չի ել է, դե իհարկե հաստ անձեռոցիկներ էին, հաստություն ունեին, բարակ չի որ ասեմ, ջրի հետ բոլորը, խոնավության հետ միասին բոլորը պոկվել է իրարից, չէ, հիմա տեսեք, ուզում եմ ցույց տամ կանաչի, ժողովուրդ ջան, այնքան լավ է մնացել, այնքան լավ, ճիշտ է, ես չեմ դրել միշտ անձեռոցիկ, ասել եմ, հենց սենց ամանով եմ պահել, բայց այդպես էլ է լավ մնացել, շնորհակալություն ասեմ լավ խորհրդի համար, հիմա կտրեմ սամիտ, համեմ, Սկանը բավական է, հիմա սա նորից ծածկեմ, ունեմ սառնարանում։ Սիրում եմ, որ միշտ առավոտյան պատրաստում եմ, պատրաստալինում, ուրեմն ասեմ հարգել հետևողներ ջան, դե աշխատում են ամուսինս, տղաս, պետք է գան ընդմիջման, դե տղաս մենային աշխատում, ամուսինս չի, ամեն օր աշխատում, բայց ժամը մեկին ընդմիջման ժամը, դրա համար հիմա պատրաստում եմ ճաշը, մաքրում եմ խոհանոցը, այդպես էլի, որ ճաշը պատրաստ է լինում, դու էլ ես հանգիստ զգում քեզի, որ ունես էփած բան տանը։ Հիմա արդեն տանեմ ու լցնեմ ճաշի մեջ։ Լցնեմ ձիթոնը, կարող եք նաև ռեհան էլ ավելացնել, չորացրած ռեհան, ես չեմ լցնում, ցիտրոնի հոտը բավական է, եթե իհարկե թարմ կանաչի չլցնեի, անպայման ռեհան կլցնեի, չորացրած ռեհան։ Թանձրությունն էլ է լավ, ժողովուրդ ջան, ոչ շատ, նայեք, ոչ շատ այդպես ջուրը, որ ասեմ շատ խիտ է, ոչ է շատ ջրիկ է, այսպես հարմար է։ 1
մի փոքր ավելացնելու եմ սև պղպեղ եւ վերջ։ Կարտոֆիլը եպված է, ոսպը նույնությամբ, նայեք։ Տեսեք ինչ լավ թթու է ստացվել, ժողովուրդ ջան, տեսել եք հոլովակում ոնց եմ դրել թթուն, կաղամբի թթուն, այդ թթուն է, դեռ նոր թթու չեմ դրել։ Հիմա սա էլ կտրեմ այս գեղեցիկ կապսեի մեջ, դասավորեմ։ Համն է լալավը։ Դե ոսկոր ճաշը պետք է անպայման ուտենք թթվով, ժողովուրդ ջան։ Պամիդորն է։ Իմ այգու պամիդորներն էր, որ հավաքել ենք։ Սա էլ այսպես։ Իմ լավ հետևորդներ, ուզում եմ այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը եւ մեզ ասեն բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Ուրեմն ասեմ, այս հոլովակը, որ հիմա նկարում եմ առավոտյան, բայց չգիտեմ, հարգելիներս, երբ կտեղադրենք YouTube-յան ալիք, որովհետև կախված է Էլենից։ Էլենս պետք է դպրոցից գա, դպրոցից հետո երաժշտական դասեր ու հետո արդեն կանցնի իր գործին։ Եվ ձեզ ասեմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ, իմ լավ հետևորդներ ջան, պաչիկներ բոլորիդ։